Ես չգիտեմ ստե ինչ հարցեր են բարձրաձայնել, ինչ հարցեր չեն բարձրաձայնել։ Ես ուզում եմ մի հատ բան ասեմ, Yandex-ը այսօր չունի կոնկուրենտ Հայաստանում։ Վաղորդները բորբոքված խոսում են, որ իրաց խնդիրներն են բարձրաձայնում, այսօր մենք ունենք ֆակտ, որ Yandex-ը կոնկուրենտ չունի Հայաստանում։ Գոյություն ունեն տաքսո, ես ասում եմ, գոյություն ունեն տաքսիների այդ կամպանիաներ, GG-նա, չգիտեմ, U-Drive-նա, ես ինձ որ գաղափար չունեմ այդքան խորը։ Դրա համար այսօր ինքը ոնց ուզում է տենց անում է, բայց ես դիմում եմ մեր կառավարությանը, դիմում եմ մեր իշխանություններին, ներկա եւ նախկին բոլորին, որ համախմբվեն մարդկանց տան հնարավորություն, որ օրինակ մարդը արի աղբեր ջան։ Օրինակ ես չեմ վարում դրա համար, էլի, բայց եկել եմ իրաց կողը կայնեմ, վարում է տաքսի։ Չի կարող է ապարիկ իր երեխուն հեռախոս առնի։ Ես ուզում եմ այս խնդիրը մի հատ լուծվի, ուզում եմ տոկոսների խնդիրը լուծվի, որ ես տաքսի եմ զարգաց տալի, տվյալ վաղորդը գալիս է մեր եղբայրը, Ռոբը, չկա քննադատախ, որ 16 ժամը քշե, իմ հարազատին տանի տուն, ես դեմ եմ, ես կասեմ ատմենա եմ տալի հարգելով քեզ։ Կարգավորումը ինչպես Կարգավորումը իրան էլ մեղադրելու չի, որովհետև կներես իրան էլ մեղադրելու չի, որովհետև 16 ժամ քշումը 10,000 դրամ թող դուրս չի գալու։ Էդ էլ է սխալ։ Ես ուզում եմ այդ խնդիրներին լուծում տան, մեկ էլ ամենակարևորը ես քաղաքական հարցերի չեմ պատասխանում, հասցեատերը ինքն է պատասխանում, արի։ Ինչ է։ Հասցեատերը դու ես պատասխանում, ասած հարցը ոնց էր։ օրինակ չքնած տաքսի են վարում, այս խնդիրը պատասխանատվով է ում է ուղղված։ Օնլայն հարթակ էլի, որ տոկոսը իջացնի, հիմա առավոտը ասենք 7-ից ելնում ենք 16 ժամ քշում ենք, որ բան անենք։ Մի փող առնենք, եկանք, որ տոկոսը իջնի, ավտոմատ կերպով մեր եկամուտը կավենա։ Մենք չենք ասում մինիմալի շեմը բարձրացրա, որ պատվիրատուներին չկտնենք։ Հնեցնի, որ համ պատվիրատուներին լավ լինի, համ էլ մեզ լինի։ Տոկոսը իջցնելով ավտոմատ կերպով մինիմալը մերը կբարձրանա։ Ասում ավտոմատ կերպով մեր անսակտրվածքով են մեր եկամուտը, որ անսակտրվածքով իմ գազի ծախսը կեսից շատը արդեն կոմպենսացնում է։ Այդ էլ կտանեմ տուն, մի հարց առաջ կգցեմ։ Ու 16 ժամ չեմ քշի, 10 ժամ կքշեմ։ Ձեզ էլ ենք շնորհակալ։